Ես ծնվել եմ քաղաք Սպիտակում, 10 տարեկան ժամանակ եկել եմ Երևան սովորելու առումով եւ դրա հետ միասին սկսեցի հաճախել սպորտային խմբակներ, սկսեցի հաճախել ջիտկունդո մարզաձև, մարտարվեստ, դա լեգենդար Բրուս Լի ստեղծած ոճն է եւ հենց այդտեղից սկսվեցին իմ առաջին քայլերս, մասնակցեցի առաջնությունների Հայաստան, միջազգային եւ բոլոր առաջնություններում ճանաչվում էի հաղթող եւ 2014 թվականին, 13 թվականին ճանաչվեցի ջիտկունդո ֆեդերացիայի տարվա լավագույն մարզի եւ հենց այդ տարի էլ սկսեցի զբաղվել ընդհանուր մենամարտերով եւ իմ սպորտաձևը ընտրվեց հենց դա ընդհանուր մենամարտերը, սկսեցի մենամարտել 8-անկյան ռինգերում Դեռ 13 տարեկան է, երբ որ առաջի անգամ մենամարտեցի ընդհանուր մենամարտերում 8-անկյան ռինգերում եւ զբաղեցրեցի առաջին պատվավոր հորինզոնականը եւ հենց այդ ժամանակվանից էլ ես որոշեցի, որ իմ կյանքը պետք է անցնի հենց ընդհանուր մենամարտերում առաջի անգամ երբ որ կազմակերպեց Արմևսի մեկ մրցաշարը, ես հենց առաջին մասնակիցն էի հանդես գալիս, հենց առաջին զույգն էի մենամարտում Եվ ճանաչվեցի հաղթող, մասնակցել եմ նաև Արմևսի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, Արմևսի 12, 13, 14, 15 եւ վերջերս կայացավ Արմևսի 16-րդ մրցաշարը, որտեղ բոլոր մենամարտերում ճանաչվել եմ հաղթող եւ գերպարտություն չեմ ունեցել մինչ օրս։ Պրոֆեսիոնալ մարզիկ հասկացողությունը դա շատ մեծ հասկացողություն է, քեզ պետք է գրեթե ամեն ինչ պետք է փոխես քո կյանքը, պետք է ապրես այնպիսի կյանքով, որը որ չեն կարող ապրել մյուսները, պետք է լավ մարզվես, ամենակարևոր ունենաս լավ մարզիչ, որը ես ունեմ, ունենաս լավ պրոմոութեր, ունենաս լավ թիմ, ներկայացնես լավ ֆեդերացիա, լավ երկիր եւ կարողանաս այդ բոլորը միատեղել, համատեղել եւ կարողանալ դուրս գալ մեծ արենաներ, որ այսօր շատ դժվար է, այն էլ Հայաստանում, բայց Հայկ Ղուկասյանի նախաձեռնությամբ մենք կարողանում ենք դուրս գալ բավականին խոշոր արաններ, բավականին մեծ ռինգեր, մասնակցել հիանալի միջազգային մրցաշարերի, պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարերի։ 2010 թվականին մասնակցել եմ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող Kick-Jitsu եւ MMA պրոֆեսիոնալ մակարդակով անցկացվող մրցաշարերին, այդ ժամանակ եղել եմ դեռ 17 տարեկան, բայց մասնակցել եմ պրոֆեսիոնալ մակարդակով մեծահասակների հետ եւ 3 մենամարտ հաղթանակ տոնելով դարձել եմ հաղթող, զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը, երբ որ վերադարձա Հայաստան, դա ինձ ավելի էր ոգևորել եւ ես պատրաստվում էի ավելի խոշոր մրցաշարերի Հետո սկսեցի պարբերաբար դուրս գալ ավելի խոշոր ռինգեր, ավելի մեծահասակների հետ եւ կարողանում եմ ճանաչվել հաղթող, հետեւ դրա գրավականն այն է իմ մարզումներս, իմ պատասխանատու աշխատանքս, որն ինձ օգնել է իմ մարզիչս, կարողացել եմ այնպես անել, որ ես հաղթանակ տոնեմ եւ դա միայն իմ աշխատանքս չէ, միայն մի հոգով դա չի կարող ստացվել Ես շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր մինչ այսօր եղել են իմ կողքին եւ կարողանում են ինձ օգնել, որպեսզի ես հաղթեմ վերջերս էլ երբ որ տեղեր ունեմ OFS 8-րդ մրցաշարը, որտեղ ես պետք է մենամարտեի ադրբեջանցի մարզիկի հետ, դա ավելի մեծ պատասխանատվություն էր, քան թե մնացած բոլոր մենամարտերը, երբ որ ես որոշեցի, որ պետք է դուրս գամ զինվորական համազգեստով, մարզիչս խորհուրդ տվեց, որ մենք պետք է դուրս գանք զինվորական համազգեստով, որովհետև դա այսօր շատ է պետք մեր զինվորին, ու երբ որ արդեն գիտեինք, որ դա պետք է լինի, ավելի ու ավելի սկսում լավ մարզվել, ավելի ու ավելի սկսում լավ պատրաստվել, պատասխանատվությունը ավելի էր մեծանում, եւ ռինգ դուրս գալուց առաջ ես մտածում էի, Աստված մի արասցե, եթե ես պարտվեմ, դա կլինի ճակատագրական, բայց այնքան լավ էի պատրաստվել, այնքան էի վստահ եմ վրա, որ կարողացա հենց այդ համազգեստով դուրս գալ ռինգ, դա բավականին մեծ պատասխանատվություն է թե մարզիկի, թե ազգի եւ թե հենց քո զինվորի համար
բայց փառք Աստծո կարողացա շատ գեղեցիկ հաղթանակ տոնել եւ ադրբեջանցուն ցույց տալ մեր զինվորի ուժը։ Պրոֆեսիոնալ ռինգերում, պրոֆեսիոնալ արենաներում չկան թույլ մարզիկներ, չկա այնպիսի մի մարզիկ, որը կարող է գալ եւ մենամարտել, հենց այնպես մենամարտել պրոֆեսիոնալ ռինգում։ Դու պետք է ունենաս բավականին լավ սպորտային կարիերա, պետք է ունենաս բավականին լավ սպորտային հաղթանակներ, մենամարտեր եւ պետք է գրանցված լինես Շերդոկ կազմակերպությունով, ինչ է նշանակում Շերդոկ։ Շերդոկը դա մի կազմակերպություն է, դա մի ամերիկյան, այսպես ասած, սայթ է, որը ինքն է որոշում քո անցկացրած պրոֆեսիոնալ մենամարտերի քանակը։ Դու կարող ես մրցել բավականին շատ ռինգերում, բայց ոչ մի մրցաշար չճանաչվի որպես պրոֆեսիոնալ։ Ես պրոֆեսիոնալ ռինգ դուրս եմ եկել 12 անգամ որպես պրոֆեսիոնալ։ Բոլորում ճանաչվել եմ հաղթող, բայց այդ 12-ից դեռևս 8-ն է գրանցված Շերդոկ կազմակերպությունում, 8 մենամարտ եւ 8 հաղթանակ։ Պրոֆեսիոնալ ռինգ հասկացողությունը դա այն է, որ ամեն ինչ անցկացվում է պրոֆեսիոնալ մակարդակով։ Բոլոր մարզիկները պրոֆեսիոնալ են, նկարահանող խումբ, ռինգի չափսեր, ամեն ինչ դա պետք է արվի, կա սանդղակներ, որ պետք է համապատասխանի այդ սանդղակներին եւ պետք է լինեն տարբեր երկրներից ներկայացուցիչներ, չի կարող լինել 1 կամ 2 երկրից ներկայացուցիչ եւ դու կարողանաս մենամարտել, դա պրոֆեսիոնալ չի համարվում։ Դու պետք է ունենաս մրցաշարին պետք է ներկա գտնվեն մոտ 7-ից 8000 հոգի հանդիսատես, այդպիսի մեծ դահլիճ, նայած թե դահլիճը ինչ, որը OFS 8-րդ մրցաշարին ներկա են գտնվում 8-ից 9000 հոգի մարզիկ, հանդիսատես եւ կարողանաս այնպես անել, որ բոլորը հասկանան, որ դա իրոք պրոֆեսիոնալ միջազգային մրցաշար է։ OFS 8-րդ մրցաշարից հետո, երբ որ ես վերադարձա Հայաստան, ես գիտեի, որ պետք է անցկացվի Արմենսի 16-րդ մրցաշարը եւ դրա գլխավոր մենամարտներից մեկը հենց իմ մենամարտն էր, ներկա էր գտնվելու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ես ճիշտ ասած չէի հասցնում նորմալ մարզումներից հաճախել, որովհետեւ անդադ հեռուստաընկերություններից լրագրողները անդադ փորձում էին ինձ հետ կապնվել, հրավիրել եւ ես էլ չէի ուզում մերժել նրանց։ Եվ դրա համար էլ մի քիչ լավ չպատրաստվեցի այդ մենամարտին, որովհետև ժամանակը բավականին սուղ էր, բավականին քիչ էր մենամարտերի տարածությունը։ Պետք է մենամարտը Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող մարզիկի հետ, որը ինձնից բավականին ծանր էր, 2 քաշ բարձր պետք է մենամարտել, նա մենամարտում էր 66 կիլոգրամ քաշային կարգում, իսկ իմ քաշային կարգս դա 56 կիլոգրամն է, բայց ես չմերժեցի նրա մարտահրավերը։ Մենամարտս փոքր-ինչ բարձ ստացվեց, այդտեղ կային պահեր, որ ես այսպես ասած ուժասպառ էի եղել, բայց կարողացա կամայն հարգանքներ ցույց տալ եւ կարողացա նաեւ հաղթել Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող այդ մարզիկին։ Շնորհակալություն բոլորին ողջավորվելու համար, շնորհակալություն ՀԱՕԿ նախագահին, բավականին ողջավորիչ էր նրա այցը եւ կարողացանք այդ մի մենամարտում էլ հաղթանակ տոնել։ Առաջիկայում ունենք բավականին խոշոր մրցաշար Չինաստանում, աշխարհի մակարդակով երկրորդ սանդղակում է զբաղեցնում այդ, որտեղ որ մենք պետք է գնանք մենամարտենք, դա նախքին Pride, այդպես է կոչվում, նախքին Pride կազմակերպությունն է, որը նոր է ստեղծվել եւ բավականին խոշոր մրցաշարեր են կազմակերպում, ունեցել ենք հրավերք նրանց մոտից, ընդունել ենք նրանց հրավերը եւ պետք է մենամարտենք
56 կիլոգրամ քաշային կարգ կներկայացնեմ ես, 1-4 ընկերներով մեր մարզիչի գլխավորությամբ, Հարկ Ղուկասյանի գլխավորությամբ կմեկնենք Չինաստան, կմասնակցենք այդ խոշոր մրցաշարին եւ իմ կարծիքով հուսով եմ բոլորս էլ կհաղթենք եւ հաղթած հետ կվերադառնանք մեր երկիր։ Իմ կարծիքով բոլորն էլ ունեն երազանքներ, ամեն մի մարդ էլ ունի երազանք, նպատակ, իղձեր եւ իմ ամենամեծ երազանքս հենց այն է, որ ես մասնակցեմ աշխարհամնախոշոր ռինգում, դա երևի բոլոր մարզվողներն էլ գիտեն, դա կոչվում է UFC, Ultimate Fighting Championship, երբ որ ես դուրս գամ UFC ռինգ, ես նույնպես այդ ժամանակ հագնելու եմ զինվորական համազգեստ եւ դուրս եմ գալու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դրոշի ներքո։ Դա իմ կյանքի միակ նպատակն ու երազանքն է, որ ես հաղթող ճանաչեմ UFC ռինգում ու երևի դրանից անգամ երազանք չի լինի։ Խորհուրդս այն կլինի, որ բոլորը զբաղվեն սպորտաձևով, կապ չունի ինչ սպորտաձևով կզբաղվեն, կարևորը զբաղվեն ինչ-որ սպորտաձևով, իրենց կյանքից այդ օրվա 1 կամ 2 ժամը նվիրեն սպորտին, նվիրեն մարզադահլիճին, որովհետև դա հենց իրենց համար է, իսկ ովքեր ուզում են զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով, դուրս գան պրոֆեսիոնալ ռինգի, ես խորհուրդ կտամ, որ ինքներդ խիստ լինեք ձեր հանդեպ, լսեք ձեր մարզիչներին, կատարեք նրանց պահանջները, կապ չունի թե նրանք ինչ կպահանջեն, նրանք ինչ կասեն, ուրեմն պետք է անել այն, ինչ որ նրանք են ցանկանում, ու ամենակարևորը հավատով եղեք ինքներդ ձեր հանդեպ։